Ավանդական ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետը պատասխանել է լրագրողի հարցին, թե ինչու է շունուշանգյալ ասելով վիրավորում մարդկանց, ովքեր ՔՊ-ին ձայն չեն տալու։ Շունուշանգյալ արտահայտությունը օգտագործել են ընդդիմության ներկայացուցիչները, կոնկրետ ուժեղ Հայաստան կուսակցության պատասխանատուները, եւ դա բացահայտվել են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տեղեկատվությամբ։ Եվ շատ պարզ բան եմ ասել, երբ որ հանրությունը տեսնում է, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր քաղաքական տրամաբանության մեջ մտնողներին անվանում է շունուշանգյալ եւ բոշա, ես ասում եմ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ դրանից հետո մարդիկ քվեարկելու են այդ կուսակցության օգտին, որովհետեւ ըստ էության ուժեղ Հայաստան կուսակցությունը մարտահրավեր է նետում մարդկանց իրենց օգտին քվեարկելով ինքնահայտարարագրվել որպես այդպեսին, եւ ես ասում եմ, որ ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քաղաքացիներ, ովքեր պատրաստ են այդ պիտակավորումը վերցնել, կուլ տալ եւ մարսել։ Եվ հետեւաբար իմ կանխավարկածը այն է, որ այդ կուսակցությունը 5% կամ չգիտեմ դաշինք են թե կուսակցություն արգելքը չի հաղթահարելու խորհրդան մտնելու համար։ Եվ սա իմ մեծագույն հարգանքի դրսևորումն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որտեղ եթե քաղաքական ուժը, ուժեղ Հայաստան կուսակցությունը իր կողմնակիցների մասին խոսալիս կամ որպես իր կողմնակից ցուցակագրվածների մասին խոսալիս ասում է շունուշանգյալ, ասենք այդ մարդիկ դրա արդյունքում պետքա այդ պիտակավորումը ընդունեն գնան քվեարկեն այդ կուսակցության օգտին, եթե ես սենց մտածեմ, անհարգալից է դա մարդկանց վերաբերյալ։ Եվ այդ խոսույթը ես չեմ օգտագործել։ Ես ընդամենը մեջբերում եմ արել իրենց օգտագործած խոսույթից, որը գաղտնալսումներով հրապարակվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Կնայենք կվելուծենք լրագրողների հետ զրույցում, ասել է վարչապետը արձագանքելով հարցին, թե ինչպես է գնահատում ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը եւ արդյոք դա կարելի է դիտարկել խաղաղության տրամաբանության շրջանակում։ Մենք հիմա փորձում ենք ամբողջացնել տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում դուք ասեք սա է խաղաղությունը, ես ասել եմ խաղաղության ին չափանիշը որն է, արդեն ավելի քան 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդիկ չեն զոհվում, չեն վիրավորվում, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը եւ քաղաքական անկախությունը Ալմատայի հռչակագրի հիման վրա, եւ մենք որևէ հարցի եւ Ադրբեջանը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է վերաբերվի այս տեսակետից։ Հաջորդը ես ուզում եմ ասել ուղիղ եւ առանց սենթեվեթանքի, որ ընդհանրապես այս թեմաների նկատմամբ առավել եւս հիմա պետք է լինել շրջահայաց, որովհետեւ նման թեմաները երկսայրի սուր են եւ ինչպես նոր կտակարանում ասվում է, որ մենք պետք է միշտ հաշվի առնենք, որ ինչպես նոր կտակարանն է ասում, դատվելու կտակարանը իր ընթերցողներին ասում է դատվելու եք այն նույն դատով, ինչ դատով որ դատելու եք եւ չափելու եք այն նույն, չափվելու եք այն նույն չափով, ինչ չափով որ չափելու եք։ Այնպես որ մենք կնայենք, կվերլուծենք, ես չեմ կարծում թե մենք մեր նախորդ փորձը հաշվի առնելով դա կդարձնենք միջազգային քննարկումների առարկա պետական մակարդակով եւ սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ եւ ամբողջական հասկանանք։ ՀԱՊԿ-ի անդամակցությունը ապասառեցնելու մասին հարցին Փաշինյանի անդրադարձը։ Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ մենք ՀԱՊԿ-ում աշխատանքներ ակտիվացնելու վերաբերյալ միջոցներ չենք ձեռնարկի։ Այսինքն ձեր ասած ապասառեցումը չի նախատեսվում։ Մենք դե յուրե եւ վերջնականորեն դուրս կգանք ՀԱՊԿ-ից, թե դուրս չենք գա, այդ ուրիշ խոսակցություն է, ես չեմ կարող ասել։ Եվ հետեւաբար կգործենք ըստ իրավիճակի։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հիմնականում անդրադառնում է 2018-ի նրա հրաժարականին եւ այն ժամանակվա որոշումների ճիշտ սխալ լինելուն այն մտքին, որ վարչապետ առաջադրվել է իր ամենամեծ սխալներ, թեև դա արել է անվտանգության նկատառումներով։ Ներկայիս իշխանության կոշտ քննադատությանը, հանրապետականի ընտրություններին չմասնակցելու որոշմանը, ընդդիմությանը հնարավորություն տալու համար ընդդիմության միավորման անհրաժեշտությանը եւ իշխանափոխության կոչին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ներկայացրել է իր կուսակցության մոտեցումները եւ ծրագրերը։ Կարապետյանը խիստ քննադատում է նախորդ իշխանություններին, նշելով, որ երկիրը ժառանգել են պատերազմի հետևանքներով, տարածքային ու տնտեսական խնդիրներով եւ դաշնակիցների վստահության կորստով։ Նա խոստանում է 24/7 աշխատանքային ռեժիմ, հասարակության միավորում, տնտեսության հեղափոխական զարգացում, արդարության հաստատում եւ իրական խաղաղության ապահովում։ Իսկ ինչ ենք անելու մենք ապահովելու համար սրընթաց զարգացում։ Առաջին հերթին 24-ժամյա աշխատանք ունենալու ենք միասնական եւ ուժեղ հասարակություն։ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Արտարությունը, արտարադատությունը, մարդասիրությունը գերակա է լինելու մեր կյանքում։ Եվ ինչպես խոստացել էինք, ունենալու ենք երաշխավորված ռեալ խաղաղություն, ինչը ես նույնպես երաշխավորում եմ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆի տնտեսական ֆորումում, որտեղ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության հարցերը, ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ընդգծելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձևավորվող խաղաղության կարեւորությունը եւ դրա ինստիտուցիոնալացման անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի փոխվստահության վրա։ Միաժամանակ անդրադարձել է ապաշրջափակման գործընթացին, կարևորելով արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը եւ դրանց արդյունքում բացվող տնտեսական հնարավորությունները։ The open court session on the criminal cases against Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը քննադատել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը Բաքվում ապօրինի դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին։ Նրա խոսքով արձագանքը եղել է ձևական, անգույն եւ զուրկ ապրումակցումից, ինչն անընդունելի է նման իրավիճակում։ Հանդիլյանը ընդգծել է, որ ՄԻՊ-ից սպասվում է հստակ գնահատական եւ ակտիվ պաշտպանություն, օգտագործելով բոլոր իրավական եւ մարդասիրական մեխանիզմները։ Նա նաեւ նշել է, որ նույնիսկ եթե աշխատանք կատարվում է փակ դռների հետևում, հանրային դաշտում պետք է լինի ուժեղ եւ հստակ դիրքորոշում։ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է ազատ արձակվեն։ Սա է գլխավոր հարցը, արձագանքել է Հայաստանի ՄԻՊ-ը։ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պիտի ազատ արձակվեն եւ սա է գլխավոր հարցը, այսինքն մենք հիմնական նպատակակետ ունենք, որը բխում է մարդու իրավունքների բոլոր հնարավոր ստանդարտներից, բոլոր հնարավոր միջազգային չափանիշներից ու արժեքներից եւ սա պիտի լինի նպատակակետ։ Մնացյալ բոլոր հարցադրումները իհարկե իրենց մեջ պարունակում են մարդասիրական եւ մարդու իրավունքների կոմպոնենտ, բայց պետք է հաշվի առնենք, թե որն է արդյունավետության եւ անկախության տեսանկյունից բավարար, իսկ արդյունավետության եւ անկախության տեսանկյունից առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ միջազգայինորեն ճանաչված անկախ մոնիթորինգային համապատասխան մեխանիզմ, որովհետեւ եթե խոսքը ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորման մասին է, այլ ոչ այն հիմնական նպատակակետի, ապա ազատությունից զրկված անձանց երաշխավորումը հնարավոր է բացառապես մեծ գործառույթներ ունեցող, բոլոր հնարավոր գործառույթներն ունեցող, անկախության սկզբունքով աշխատող համապատասխան անկախության սկզբունքով աշխատող համապատասխան մոնիթորինգային մեխանիզմի պարագայում։ ՀՅԴ Հայդատի կենտրոնական խորհուրդը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին Մայր տաճարի ոչնչացումը, այն գնահատելով որպես Արցախի հայկական մշակութային եւ հոգեվոր ժառանգության դեմ ուղղված քաղաքականության շարունակություն։ 2019-ին նոծված տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի շարունակականությունը։ Դրա ոչնչացումը հաստատված արբանյակային պատկերներով վկայում է հայկական մշակութային հետքի միտված վերացման մասին։ Այս գործողությունները խախտում են միջազգային իրավունքը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմերը։ Կոչ է արվում ապահովել անկախ մշտադիտարկում, պատասխանատվություն եւ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Մշակութային ժառանգության ոչնչացումը հարված է համամարտկային արժեքներին եւ պահանջում է անհապաղ միջազգային արձագանք։ Անհետ կորածների հարազատները ի նշան բողոքի ժամանակավորապես փակել են Երևանի Բաղրամյան պողոտան 44-օրյա պատերազմի հետևանքների վերաբերյալ զեկույցի շուրջ։ Նրանք համատեղ քննարկում էին պահանջել ազգային ժողովի պատգամավորների հետ, սակայն նրանց հետ հանդիպելու են գնացել միայն ընդդիմադիրները։ Այսօրվա
թուրքահապատակ իշխանությունների մասին։ Երբ որ ստորագրեց չարաբաստիկ կապիտուլյացիան, երբ որ հանձնեց Արցախը, խոսքս վերաբերվում է բոլոր կռված պատերազմի մասնակից տղաներին, զոհվածներին եւ վիրավորներին։ Այդ օրվանից մեր այսօրվա թուրքահապատակ իշխանությունները մեր տղաներին, զոհվածներին, վիրավորներին աշխարհի առաջ սարքեց կապիտուլյանտ եւ տերորիստ։ Այսինքն մենք գիտենք, որ մեր տղաները հերոս են, բայց այսօր աշխարհը կարա ճանաչի մեր տղաներին, որ մենք ոչ թե մեր հողի համար ենք կռվել, այլ իբրև այսպես կոչված Ադրբեջանի հողն էինք ուզում նվաճեինք, որը մեր պատմական ու պապական հողերն են։ Դրա հետ մեկտեղ այսօրվա իշխանությունները իրագործում են Թուրանի ծրագիրը։ Խոսքս ուղղում են ոստիկաններին էլի, հարգարժան ոստիկաններ։ Այսօրվա իշխանությունները իրագործում են 100 տարի առաջ որոշված, նշված Թուրանի ծրագիրը։ Ձեզանից որոշները չգիտեմ, ոչ գիտակցաբար, որոշները միգուցե գիտակցաբար, աջակցում են այսօրվա իշխանություններին ու հարցականի տակ դնում մեր երկիրը ու իրագործվելու է, եթե սենց շարունակվի Թուրանի ծրագիրը, որին պետք է մենք խոչընդոտենք, որին չպետք է թողնենք գլուխ բարձրացնեն ու թուրքամետ, թուրքահպատակ մարդիկ մեր նահատակված տղաների, մեր վիրավոր տղաների, մեր արուն թափած տղաների արածը ու իշատակները սրբապղծեն։ Անչափ հուզված եմ, մեր համար ծնողներիս համար շատ դժվար է ամեն անգամ խոսել մեր այս մեծ անբացատրելի, աննկարագրելի ցավի մասին։ Ուղղակի մի հարց կտամ մեր իշխանություններին, երբ որ իրենք պետք է ընտրվեին, ասում էին ազգային ժողով, ժողովրդավար պետությունա, բոլորդ կարող է գնալ, սա բոլորինն է, դուք կարա քացով բացեք այդ դուռը, մենք քացով չենք բացում, մենք քաղաքակիր ձևով խնդրել էինք, որ տրամադրեին մեզ դալիճ։ Ինչի համար, որովհետև մեր պահանջը արդարացի է։ Ես հաց չեմ պահանջում, ես հող չեմ պահանջում, ես տուն չեմ պահանջում, ես փող չեմ պահանջում։ Մենք մեր երեխեքին ենք պահանջում, բացահայտեք նրանց ճակատագրերը, վերադարձրեք նրանց տուն, հայրենադարձեք մեր երեխաներին, փրկեք գերության ճիրաններից, բավական է ձեր փափուկ աթոռներից շարժվեք ու մեր երեխաներին տուն վերադարձրեք։ Խնդրում եմ չքաղաքականացնեն, ես ինձ ընդհանրապես ոչ մի բան չի հետաքրքրում, որովհետև ես սովորական մարդ եմ, պահանջում եմ իմ 18 տարեկան անփորձ զինվորին, որի պարտավոր են վերադարձնեն ինձ։ Ես սպասում եմ իմ երեխուն, թողելն են ինձ պատասխան տան, ու մեկ էլ ամենայն հարգանքով բոլոր ոստիկաններին, բայց մի հատ հարց պիտի տամ։ Եվ որ ասում էր իր ընտրվելու ժամանակ ոստիկանը մերն է, ուզում եմ հասկանամ ոստիկանը մենակ իր ընտանիքին է, թե հենց մերն է, ժողովրդինն է, այն ժողովրդինն է, որ կանգնում են մեր դիմաց, ժողովուրդ ոստիկանը մերն է, իրանցը չի։ Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների վերականգնման ուղղությամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենի հետ հանդիպման ժամանակ Reuters-ի փոխանցմամբ Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ Անկարան շահագրգռված է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ ավարտով եւ աշխատում է բանակցությունների վերսկսման, նաեւ առաջնորդների մակարդակով երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան, որը ապրիլի 17-ից 19-ը մասնակցել էր Անտալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնել էր, որ Ուկրաինան դիմել է Թուրքիային հյուրընկալելու նախագահ Զելենսկու եւ Պուտինի միջև հնարավոր հանդիպումը։ Պարտավորությունների խախտումը, շրջափակումն ու սպառնալիքները գլխավոր խոչընդոտներն են իսկական բանակցությունների ճանապարհին, գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների գլխավոր խոչընդոտներին։ Աշխարհը տեսնում է ձեր անսահման երկերեսանի հռետորաբանությունը եւ հայտարարությունների ու գործողությունների հակադրությունը, հավելել էր Փեզեշքյանը։